Մայրավանքում Աստվածորդու Սուրբ Ծննդյան ավետիսը ստանալուց հետո հավատացյալները ճրագներով շտապում են տոնական սեղանների շուրջ նշելու Սուրբ Ծնունդը։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ շարականի երգեցողությամբ հոգեվորականների թափորը Հայոց Հայրապետին ուղեկցում է վեհարան։ Ամեն տարի այսպես է կատարվում տարվա առաջին տնօրինյաց կարգը։ Գեղեցիկ այս ավանդույթը սկիզբ է առնում առաքելական ժամանակներից։ Այն հաստատել է Քրիստոս, պատվիրելով աշակերտներին, որ տունը որ մտնեք, խաղաղություն ցանկացեք այդ տանը։ Մեր եկեղեցին տարվա մեջ 2 անգամ տնօրինակ է կատարում Սուրբ Ծննդին եւ Սուրբ Զատկին։ Քրիստոնեական հավատքի ամենակարևոր հանգրվաններն են Սուրբ Ծնունդը որպես Քրիստոսի փրկagorցության խորհրդի սկիզբ եւ Սուրբ Հարությունն իբրև նույն այդ փրկagorցության խորհրդի ամբողջություն։ Այս տոներին հաջորդող օրերին հոգեվորականները առաքյալների օրինակով այցելում են հավատացյալների տները, օրհնում նաև ընտանիքի անդամներին ու փոխանցում Տիրոջ Սուրբ Ծննդյան եւ Հարության ավետիսը։ Ինչպես Հիսուս աշխարհ գալով օրհնեց ջուրը, երկիրն ու նրա պտուղները, այնպես էլ հոգեվորականները օրհնում են աղը, հացն ու ջուրը։ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Նաթան, Հովնան, Վրթանես սրբազանները եւ Արիս arczepiskopos-ը Երուսաղեմի պատրիարքությունից կատարեցին վեհարանի օրհնության կարգը։ Մաղթում եմ ամենքիդ, սիրելի միաբաններ, մեր մանուկ Հիսուսի փրկարար օրհնությունը, մանուկ Հիսուսի սերը առատ, որպեսզի կարողանանք Տիրոջ օրհնության ներքո սիրով, բարօրված հոգիներով մեր առաքելությունը իրականացնենք մեր ժողովրդի կյանքում։ Կարողանանք հավատը զորացնել մեր ժողովրդի, հույսը վառ պահել իրենց հոգիներում հանդեպ մեր ժողովրդի լուսավոր ապագան, բարի ապագան։ Մենք սերը զորացյալ պահենք սրտերում, որպեսզի այդ սիրով շահախվի ազգային մեր կյանքը, ինչպես հայրենիքում, այնպես եւ Սփյուռքում եւ Արցախում։ Հոգեվորականներն առաջիկայում ծննդյան ավետիսով կայցելեն մարդկանց տները, կօրհնեն բնակարանները, որպեսզի Տիրոջ սերն ու ջերմությունը երջանկություն ու օրհնություն բերի բոլորին։ Անուշ Առաքելյան, Արտաշես Մաթևոսյան, Եկեղեցական կյանք։